Մենք մտահոգություն ունենք, որ կարող են նույնիսկ խաբել, դուրս գալու ժամանակ գան, մեքենայից բռնել, նվաստացուցիչ պայմաններով ձերբակալել, մենք այդ մտահոգություններն ունենք, որ կարող են այդպես անել։ Եվ դրանից հետո կրկին փորձ արվեց մեքենան նստելու, նորից չստացվեց, նստեցինք մեքենան, էլի մեր ժողովուրդը չթույլատրեց սրբազանին գնալու։ Այնուհետև սրբազանը ինքը ասեց, ես ոտքով կգնամ, ոտքով, դուք ինքներդ եք տեսել, ոտքով ինքը ուղևորվեց դեպի ոտքով քայլեց Էջմիածնի քաղաքի մի հատված, հետո մեքենայով գնացինք քննչական կոմիտե։ Ուրեմն ասեմ, երբ որ մենք հասանք քննչական կոմիտե, ամբողջ ճանապարհին իհարկե այդ մտահոգությունն ունենք, որ իրենք կարող են փորձեն ինչ-որ կրկին օպերացիա անել։ Երբ որ հասանք, նույնիսկ փորձեցին գալ եւ Միքայել Սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմացը բռնել։ Համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարիկյանը առաջարկել է օդի տեխնացու Միքայել Սրբազանին եւ նաեւ որ խմբակցությունը, կարծեմ Հայաստան Դաշինք խմբակցությունը համաձայնվել է եւ այս տիպի քննարկումներ արդեն կար։ Մենք քննչական կոմիտեում որ այսպիսի հայտարարություններ կա Սրբազան։ Ու նաեւ եկեք մի կարևոր բան ֆիքսենք, Ժորժ ջան։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են, ամենաառաջն, մեր շահերից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմի տեսակետից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցեց դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պոդկաստ այո, ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոքեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։ Սա էլ հայտարարության հետ կապված, որի մասին ձեր հարցերի միջոցով արդեն ավելի, եթե ինչ-որ այլ տեսակետից եք ուզում խոսել, կխոսենք։ Կավարտեմ նոր, ես խնդրեմ ավարտենք լրիվ։ Հիմա պարոն Սարգսյանը կներկայացնի արդեն հիմնավոր կասկածի հետ կապված հարցը, այնուհետև մեր մյուս գործընկերներ եւ վերջում կանցնենք հարցերը։